Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ, ընդգրկելով խորհրդարանական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության նորություններ։ Գործընկերային հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ ստացան եվրոպական հարթակներում արդյունավետ փոխգործակցության արդյունքում։ Այս շաբաթ մեր երկիր էին այցելել Բելգիայի թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները։ Նախ հանդիպում խորհրդարանի ղեկավարի հետ։ Սրույցի առանցքում էին երկկողմ կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Հաջորդ հանդիպումը երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև էր։ Անդրադարձ եղավ Հայաստան-Բելգիա համագործակցության զարգացմանը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ փոխադարձ հարգանքի վրա։ Բրյուսելում զգում են ջերմ կապը Հայաստանի հետ, հանդիպման սկզբում նշեց բելգիացի պատվիրակը, վկայելով, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները խորանում են եւ այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու առումով ջանք պետք է չխնայել։ Հայաստանի եւ Բելգիայի միջև բարեկամությունը հիմնված է ընդհանուր եւ համատեղ արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, խաղաղություն, կայունություն։ Եվ այդ արժեքները մեր ընդհանուր արժեքներն են, որոնց վերաբերյալ շատ քննարկումներ են լինում Բելգիայի խորհրդարանում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Երկուստեք փոխանակվեցինք այն մտքերով, որ անհրաժեշտ է խորացնել խաղաղությունը, կայունացնել իրավիճակը եւ շարունակական մղումներով հասնել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման, տարածաշրջանի վերջնական կայունացման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջնական կարգավորման։ Պատվիրակության հաջորդ հանդիպումն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի ներկայացուցիչների հետ էր։ Առանցքում երկկողմ հարաբերություններից մինչև աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերն էին։ Մեր երկրում Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել եւ ներկայում էլ մենք հետաքրքրված ենք թե Հայաստանում, թե տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Պետք է նշեմ նաեւ, որ այս 5 տարիների ընթացքում մենք 4 բանաձև ենք ընդունել, որոնք վերաբերում են մեր բարեկամ երկրին Հայաստանին։ Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի վերջին հանդիպումից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Սարգիս Խանտանյանն էլ ներկայացրեց վերջին զարգացումները։ Բելգիացի գործընկերները հետաքրքրվում էին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ինչպես են ընթանում խաղաղության գործընթացը եւ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Բելգիայի մեր գործընկերները մի շարք բանաձևեր են ընդունել խորհրդարանում՝ ի աջակցություն Հայաստանի եւ այդ բանաձևերը շատ կարեւոր են եղել միջազգային հարթակներում մեր շահերը առաջ մղելու եւ Հայաստանի հետ կապված հարցերի տեսանելիությունը բարձրացնելու համար, ինչի համար շատ շնորհակալ եւ երախտապարտ ենք մեր գործընկերներին։ Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելգիա եւ Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Բելգիան ամենակարևոր աջակիցներից է մեր գործընկեր երկրներից է Եվրոպական միության շրջանակներում եւ այս առումով մենք քննարկել ենք Հայաստանի եվրոպական ձգտումները, այն բոլոր ծրագրերը, որ Հայաստանը իրականացնում է Եվրոպական միության հետ, խոսել ենք առաջիկա եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի մասին, որը անցկացվելու է Հայաստանում, երբ որ հարցը վերաբերում է Հայաստանին, ապա իրենց ներքաղաքական դաշտում որևէ տարաձայնություն չկա։ Բելգիացի պատվիրակներին այցի ընթացքում հանդիպեց նաև երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մինչ Հայաստանից հեռանալը Բելգիայի թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու հարգանքի տուրք մատուցեցին Սուրբ Նահատակների հիշատակին։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բելգիացի պատվիրակները գրառում կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։